Ինչու սկսեց պատերազմը։ Առաջի հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր։ Եվ այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ։ Հայաստանը հրաժարվեց բանակցել։ Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը։ Դա ներկայացվել էր ամռանը 19 թվականին։ Թվում էր, թե 18 թվականի այդ հեղափոխությունից հետո համաշխարհային դեմք է ինքը դարձել եւ ինքը կարող է իրեն թույլ տալ նման կարգի քայլի։ Այն, ինչ արվում էր բանակի հետ 18 թվականից սկսած, վարկաբեկման մի կամպանիա հրամանատարական կազմի դեմ, գեներալները բոլորը թալանչի են, եւ այլ, հիշում եք այդ ամենը, սա բերեց բանակի շեշտակի թուլացման։ Եվս մեկ հանգամանք դա քո ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումն էր։ Եվ հապկի հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ մտնելն էր։ Իսկ վերջի կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում այն սահմանային կոնֆլիկտը, որը ուռճացվեց ասենց երկրորդ սարդարապետի մակարդակի մեջ։ Ամենից անհասկանալի կետը ինձ համար հոկտեմբերի 18-ին, թե 18-19-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանխեցնելու ռուսական առաջարկին։ Ադրբեջանը համաձայն էր եւ Նիկոլ Փաշինյանը մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է։ Որ պահին 44 օրերի ընթացքում հասկացաք, որ չենք հաղթելու։ Երրորդ օրը ես Ղարաբաղում էի եւ այնինչ տեսել եմ ինձ բերել է 1-2 օրվա ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ Նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագաներով եւ ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Արությունյանի նկատմամբ իմ վերաբերմունքս հայտնի է։ Ինքը չպետք է հայտնվեր այնտեղ նախագահի պաշտոնում։ Բայց այնուամենայնիվ ես ինքս գնացի, ես ինքս դա առաջարկեցի եւ ես ունեի կոնկրետ պլան գործողությունների, թե ինչ է պետք անել։ Մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս, կարող է ես եմ սուբյեկտիվ։ Լավ, ինչն են ճիշտ արել։ Ոչինչ։ Հիմա խոճապի մեջ էին, չէին հասկանում ինչ անել։ Սա նույն դեպքն է, երբ մարդիկ չգիտեն ինչ անել, որովհետև իրենց կյանքում նման իրավիճակներ չեն տեսել, բայց նաև չեն ուզում տեսել այն մարդկանց, ովքեր նման վիճակներ տեսել են, կառավարել են եւ հաջողության են հասել։ Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրագայում ստորագրած հայտարարության բովանդակության։ Ուղղակի հետևանք։ Ուրա Մակրոնը, ուրա Շարլ Միշելը, ով դրանց տեղը հիմա հիշում։ Որ իրենք ըստ էության ներկա լինելով որոշակի գոնե քաղաքական պատասխանատվություն կրում են, չէ՞ սրա համար, թե չեն կրում։ Մեծ մտահոգություն առաջացավ հենց Պրագայի հայտարարությունից հետո, մեծ մտահոգություն, որովհետև հեռանկարները այնքան մշուշոտ էին։ Իսկ երբ որ ճանապարհը փակեցին այսպես կոչված էկոլոգները եւ ինձ համար հասկանալի էր, որ սա արդեն խնդրեմ է։ Կարծում եմ, որ հիմա հանրության մոտ այնուամենայնիվ վերագնահատման բավական լուրջ process գնաց եւ հիմա մեր ժողովրդի մեծ մասը այլ կերպ է մտածում։ Նկատի ունեք Արցախի ամբողջական կորուստից հետո։ Եվ ամբողջական կորուստից հետո եւ այն ամենից հետո ինչ կատարվում է Հայաստանում, որ իրատեսական պետք է լինենք եւ այսօր իրատեսական լինելը նշանակում է պայքարել միջազգային կառույցներում վերադարձի իրավունք արձանագրելու համար։ Մեր պոտենցիալը սա միայն մեր 3 միլիոն ժողովուրդը չի, մեր պոտենցիալը նաև մեր սփյուռքն է։ Զորայացնում ենք։
մեր պոտենցիալը, մեր նաև եկեղեցին է, որովհետև ինքը ցանցային բնույթ ունի եւ կան նաև այլ տարբեր երկրներում։ Եթե խոսանք մեր անելիքների մասին, իմ կարծիքով, բացի նրան, որ մենք պետք է մեր անվտանգությունը ամրապնդենք գործընկերներ ունենալու համար, նաև աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերելու համար, մենք պետք է ներքին մեր կայունությունը ապահովենք, կայունությունը եւ համերաշխությունը։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ որ մեխանիզմներով։ Լավագույն տարբերակը կլներ, երբ երաշխավորողները լինեին եւ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան։